Հարսնաձորի լեգենդը սերիալը շարունակում է մնալ ամենաքննարկվող նախագծերից մեկը և այժմ արդեն ակնհայտ է, որ ստեղծագործական թիմը պատրաստում է իսկապես հզոր ու լարված ավարտ։ Նկարահանումները շարունակվում են, բայց սյուժեի ընթացքից զգացվում է, որ առաջիկա սերիաները լինելու են ամենածանրն ու ամենահուզիչը։ Հերոսների հարաբերությունները հասել են այն կետին, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրեր։ Վռամի և Սոնայի գիծը հիմա դարձել է սերիալի ամենացավոտ պատմություններից մեկը։ Վռամը, տեսնելով, թե ինչ վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում իր շուրջը և հատկապես հասկանալով, որ Սոնան քիչ էր մնում կորցնի կյանքը, կարծես որոշել է ամենադաժան, բայց իր կարծիքով ամենաճիշտ քայլը՝ բաժանվել նրանից։ Սա այն դեպքերից է, երբ մարդը հեռանում է ոչ թե սիրո բացակայության պատճառով, այլ հակառակը՝ չափազանց ուժեղ սիրուց։ Վռամը հասկանում է, որ իր կողքին լինելը Սոնայի համար կարող է վտանգավոր լինել։ Նրա ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը, Արմոյի պատմությունը, թշնամանքները, բիզնեսի փլուզումը և այս ամենն արդեն դարձել է վտանգի գոտի, և նա հավանաբար կարծում է, որ Սոնային հեռացնելով կարող է փրկել նրան։ Բայց ամենաողբերգականն այն է, որ Վռամը դեռ չգիտի ամենակարևոր ճշմարտությունը՝ Սոնան հղի է։ Այս հանգամանքն ամբողջ պատմությունը դարձնում է ավելի ծանր ու բարդ, որովհետև հիմա արդեն խոսքը միայն երկու սիրող մարդկանց բաժանման մասին չէ։ Այստեղ կա նաև երեխա, որը կարող է դառնալ կամ նրանց կապող ամենաուժեղ օղակը, կամ նոր ցավի պատճառ։ Շատ հետաքրքիր է այն վարկածը, որ Սոնան կարող է ընդհանրապես չասել իր հղիության մասին, և եթե դա իսկապես տեղի ունենա, ապա նրա կերպարը կբացվի լրիվ նոր կողմից, ինչու նա կարող է լռել։ Հնարավոր է հասկանա, որ Վռամի որոշումը պայմանավորված է իր անվտանգությամբ և չցանկանա ավելի բարդացնել իրավիճակը։ Հնարավոր է նա վախենա, որ երեխան ևս կհայտնվի նույն վտանգների մեջ, կամ գուցե նա պարզապես վիրավորված է և չի ցանկանում, որ Վռամը մնա իր կողքին միայն երեխայի պատճառով։ Սա շատ բարդ հոգեբանական վիճակ է մի կին, ով նոր է իմացել, որ մայր է դառնալու միաժամանակ կարող է կորցնել այն մարդուն, ում սիրում է։ Եվ այստեղ սերիալը շատ նուրբ կերպով մոտենում է զգացմունքային թեմաներին, ցույց տալով, թե որքան դժվար են երբեմն ճիշտ որոշումները։ Բայց եթե Սոնան իսկապես չասի ճշմարտությունը, ապա դա կարող է դառնալ ապագա ամենամեծ բացահայտումներից մեկը։ Պատկերացնենք այն պահը, երբ Վռամը շատ ուշ իմանա, որ պատրաստվում է հայր դառնալ։ Դա կարող է լինել սերիալի ամենահուզիչ և ամենացավոտ տեսարաններից մեկը։ Միևնույն ժամանակ, Լալայի շուրջ զարգացող իրադարձությունները նույնպես գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Լալան, ով այս ամբողջ ընթացքում պայքարում էր իր երեխայի համար, հիմա կարծես նոր իրավիճակի մեջ է հայտնվում։ Սաթիկի մոտ է նրա երեխան, և արդեն իսկ դա ստեղծում է լարվածություն, որովհետև Սաթիկի կերպարը երբեք ամբողջությամբ կանխատեսելի չի եղել։ Նշենք, որ Սաթիկը կամ նրա ամուսնու եղբոր կինն է, կամ երեխային խնամողը, որովհետև հենց Սաթիկն էր խաղահրապարակում խաղում Լալայի երեխայի հետ։ Թե ինչ է սպասվում, հետաքրքիր են այն մարդկանցից է, ովքեր կարող են և միաժամանակ ցավ պատճառել, և անսպասելի քայլ անել։ Այն փաստը, որ Լալան հյուր ունի, շատ խորհրդանշական է ներկայացվում։ Սերիալը կարծես ակնարկում է, որ ինչ-որ կարևոր խոսակցություն կամ առաջարկ է լինելու, և այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյոք Սաթիկը եկել է գործարք առաջարկելու։ Հնարավոր է, որ նա փորձի ինչ-որ պայման առաջադրել երեխային վերադարձնելու դիմաց։ Գուցե նա ցանկանում է ինչ-որ երաշխիք, լռություն կամ աջակցություն, բայց կա նաև մեկ այլ տարբերակ, որը շատ հավանական է թվում։ Հնարավոր է, որ Սաթիկն այլևս չի ցանկանում պահել Լալայի երեխային, և նա վերջապես փոխվել է։ Սերիալի վերջին հատվածներում շատ կերպարներ սկսում են վերանայել իրենց արարքները, և հնարավոր է, որ Սաթիկը ևս հասել է այն կետին, որտեղ հասկացել է երեխային մորից հեռացնելը չափազանց դաժան է։ Եթե նա իսկապես վերադարձնի երեխային Լալային, դա կարող է դառնալ սերիալի ամենահուզիչ և մարդկային պահերից մեկը։ Հատկապես հաշվի առնելով այն, թե որքան է Լալան պայքարել իր երեխայի համար։ Լալայի կերպարն ամբողջ սերիալի ընթացքում եղել է մայրական սիրո խորհրդանիշ։ Նա կորցրել է, պայքարել, լացել, բայց երբեք չի հրաժարվել իր երեխայից, և եթե վերջապես նա վերամիավորվի իր փոքրիկի հետ, կարող է դառնալ ոչ միայն անձնական հաղթանակ, այլ նաև պատմության
կարևոր շրջադարձ։ Միևնույն ժամանակ սերիալի ընդհանուր մթնոլորտը շարունակում է մնալ շատ ծանր ու լարված Արմոն դեռ անհետացած է, Սաքոյի վիճակը շարունակում է հարցեր առաջացնել, բիզնեսը քանդվում է, ընտանիքները բաժանվում են, իսկ հերոսները կանգնած են ընտրության առաջ, որոնք փոխելու են նրանց ամբողջ կյանքը։ Հարսնաձորի լեգենդը հիմա արդեն այն փուլում է, որտեղ յուրաքանչյուր տեսարան կարող է դառնալ ճակատագրական, եւ հենց սա է պատճառը, որ հանդիսատեսն այսքան անհամբեր սպասում է նոր սերիաներին։ Բոլորն ուզում են հասկանալ՝ կասի արդյոք Սոնան իր հղիության մասին, կվերադառնա արդյոք Վռամը, կբացահայտվի Արմոն, կփրկվի Սաքոն եւ ամենակարևորը՝ վերջապես կգտնեն այս հերոսները խաղաղություն, թե սերիալը պատրաստում են նոր ցավոտ հարվածներ։ Մի բան արդեն հստակ է՝ ավարտը լինելու է շատ հուզիչ, ծանր եւ երկար քննարկվող։